Ուրեմն սահմանադրությունը պարտադրում է մեզ, եւ ինձ, եւ ազգային ժողովի մեծամասնությանը, եւ վարչապետին, պարտադրում է նստել եւ այնպիսի լուծումներ գտնել, այնպիսի հարաբերություններ ձևավորել, որ հնարավոր լինի արդյունավետ աշխատել։ Սա թագավորություն չի։ Գիտեք, Հայաստանը, ես կարծում եմ, որ մեր մոտ այո, թագավորություն չի, այստեղ գործում են այսօր ժողովրդական ինստիտուտները, եւ հենց մեր սահմանադրությունը եւ քաղաքական process-ները թելադրում են երկրի ղեկավարներին եւ քաղաքական մեծամասնությանը գտնել լուծումներ, որոնք բարենպաստ մթնոլորտ կստեղծեն։ Խոսքը սա մեջ է։ Շատ վատ է, երբ որ մեր մոտ նաեւ լրագրողները, նաեւ գիտեք, քաղաքական գործիչները, պատգամավորները այսպիսի կատեգորիաներով են, գիտեք, առաջնորդվում։ Ես իմ մարդն է, թե ում մարդն է, իմ ու քո մարդը, ով է երկրի տերը։ Երկրի տերը ժողովուրդն է, որը ձայն տալով ընտրում է նախագահին, որը ձայն տալով ընտրում է քաղաքական մեծամասնությանը եւ որոնց ձայն տալով պարտադրում է իրար հետ ճիշտ հարաբերակցել։ Հետևաբար, ծանր սոցիալ-տնտեսական վիճակի համար շարունակում եք առաջինը դուք պատասխանատու լինել, ոչ թե վարչապետը եւ քաղաքական մեծամասնությունը։ Այ եւս նույն բանաձևն է։ Եվս համարվում է, որ այո, նախագահը պետք է ամեն ինչի համար պատասխանատվություն կրի։ Բացեք սահմանադրությունը։ Եվ սահմանադրությամբ շատ հստակ արձանագրված է ինչի համար եւ ով է պատասխանատուն։ Գիտեք, շատ լավ էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ժամանակ ինձ համար։ Լավ էր, որովհետեւ եւ պատասխանատվությունը եւ երկրում, գիտեք, ամբողջ պրոցեսները չէին կենտրոնացվում մեկ անձի վրա։ Պատասխանատվության նաև շատ բնականon բաժանում սկսվեց, որը պետք է լինի երկրում։ Հակառակ դեպքում, ես դա մեր հանդիպումների ժամանակ, եթե հիշում եք, նաև առաջ ասում էի, հակառակ դեպքում երկրի նախագահը թիրախ է դառնում բոլոր թերությունների համար։ Ուրեմն ամեն մեկ իշխանության ճյուղ եւ քաղաքական ուժ պետք է վերցնի իր վրա այն պատասխանատվությունը, որը պետք է վերցնի սահմանադրությամբ։ Ես որպես այո որոշումներ վավերացնող, որպես կառավարության նիստերի վարելու իրավունք ունեցող անձ պատասխանատվությունը կրում եմ, բայց նաեւ կառավարությունը եւ վարչապետը կրում են ամենօրյա աշխատանքները կազմակերպելու պատասխանատվություն։ Սկզբնական ժամանակաշրջանում ես ավելի ակտիվ կմասնակցեմ կառավարության գործերին, միջև նոր վարչապետը ավելի խորը չմտնի բոլոր process-ների մեջ։ Եվ աստիճանաբար մի քիչ, այսպես ասեմ, կհեռանան հնարավորություն տալով ավելի ազատ եւ ավելի պատասխանատու աշխատելու համար։ Մի մասնավոր հարց Ստամբուլի հետ կապված, որքան գիտեմ